Այս տարի մայրաքաղաքի շուրջ 4 տասնյակի հասնող զբոսայգիների շարքը կհամալրվի ևս մի քանիսով։ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակտիվորեն շարունակելու է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ։ Ընդլայնվող նոր տարածքների կանաչապատում, ջրագծերի, ինչպես նաև ոռոգման նոր համակարգերի փոխարինում եւ անցկացում։ Սրանք ընթացիկ տարվա այն միջոցառումներից են, որոնք տեղ են գտել կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի աշխատանքային ծրագրում։ Աշխատանքներն ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները, մասնավորապես Նոր-Նորք վարչական շրջանում Միասնիկյան Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հեկտար մակերեսով զբոսայգի։ Այդ նպատակով առաջիկայում մեկնարկելու են նշված տարածքի մաքրման, չորացած եւ կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման ու փոխարինման, ինչպես նաև հողային եւ խորքային ջրերի ուսումնասիրության աշխատանքներ։ Դեռևս նախորդ տարի զավթված հողակտորների զգալի մասը վերադարձվել էր համայնքին։ Այս տարի նույնպես այդ գործընթացը շարունակվելու է։ Զբոսայգին հագեցած է լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքներով եւ հանդիսանալու է մայրաքաղաքի անտառային գոտիներից ամենամեծը։ Մոտ 4 հեկտար տարածքով զբոսայգի էլ կհիմնվի Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից լանջային հատվածում։ Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում է նաև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու վերահիմնման աշխատանքները։ Տարածքում արդեն իսկ անցկացվել է ջրագիծ տնկվող ծառատեսակների ու թփերի խնամքն ապահովելու համար։ Երկար տարիներ ամայի ու անջրթի այս տարածքը առաջիկայում կդառնա երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը։ Շուրջ 4.5 հեկտար կանաչապատ գոտիկ ստեղծվի նաև աշտարակից Երևան մուտք գործող մայրուղային հատվածում։ Կանաչ տարածքների շարունակական ընդլայնման եւ բարելավման գլխավոր նախապայմաններից է ոռոգման ցանցի կառուցումն ու արդիականացումը։ Դրանով պայմանավորված ծրագրերի շրջանակներում իրականացվելու են նաև մայր ջրագծերի կառուցման եւ ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքներ։ Նախորդ տարի ոռոգման համակարգի ամբողջական կամ մասնակի արդիականացման եւ վերազինման աշխատանքների շնորհիվ մայրաքաղաքում աճել է կանաչ գոտիների ընդհանուր մակերեսը։ Ծառատեսակների թփերի խնամքն ապահովելու նպատակով անցկացվել է ավելի քան 29000 մետր երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել է շուրջ 1500 մետրը։ Ջրային ռեսուրսների խելամիտ օգտագործման եւ բույսերի արդյունավետ ոռոգման նպատակով ջերմոցատնկարանային տնտեսություններում ավելացել են կաթիլային ոռոգման խողովակաշարերը։ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի կողմից, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս աշխատանքները շարունակվելու են։ Երևանի կենդանաբանական այգում սկսվել են սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքները։ Ներկայումս հանրային հատվածում մեր մոտ վերակառուցվում է ամբողջովին սանհանգույցը, շատրվան ջրավազանն է վերակառուցվելու, գովազդային տառերի հետ կապված խնդիրները լուծվելու է, փոխվելու է, ցուցանակներն են ամբողջովին փոխվելու կենդանիների ներկայացող եւ ուղեցույցերը բոլոր ցանկապատերը ներկվելու են։ Մեկնարկած աշխատանքներին զուգահեռ գետաձու ազատավանդակներ վերանորոգվում, որտեղ շատ տարիների ընթացքում քայքայված էր, ավելի հաճելի կլինի, կարևորը իրան չվնասի։ Նախատեսում ենք թռչունների այս վանդակի հատակը ամբողջովին վերանորոգենք, որովհետև
քայքայված է երկար տարիներ, ոչ մի աշխատանք չի կատարվել։ Փայտային տախտակալվածները հղկվելու են, ներկվելու են, ինչպես նաև այգու ամբողջ նստարանները եւ աղբամանները նույնպես նախատեսվում է հղկել, ներկել։ Ազնված եղջերուներ ենք նախատեսում փղից ներքևի հատվածում բերենք։ Կենդանաբանական այգում հիմնականում բոլոր մեքենաները, որոնք օգտագործվում են, էլեկտրական են, նախատեսում ենք էլեկտրական ավտոներով փոխարինել մեր ավտոպարկը։ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ակտիվ թափով մեկնարկել են ընթացիկ տարվա բակային բարեկարգումների ծրագրով նախատեսված աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում թվով 9 հասցեներում իրականացվող միջոցառումներն ընթացքի մեջ են։ Դրանց իրականացման համար Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացվել է 28 միլիոն դրամ։ Ավարտին են մոտենում նախորդ տարվա ծրագրով հաստատված Շահումյան առաջին փողոցի շուրջ կես կիլոմետր երկարությամբ ջեմուղու կառուցման եւ հարակից տարածքների հարդարման աշխատանքները։ Դեռևս 2024 թվականին տարածքում սկսվել էր զավթված հողակտորների, ապօրինաբար կառուցված ցանկապատերի եւ ավտոտնարկների քանդման ու հեռացման գործընթացը։ Չորացած ծառերի եւ մետաղական ջարդոնների փոխարեն այստեղ առաջիկայում կգերակշռի կանաչապատ զանգվածը։ Կատարվող աշխատանքներին իրենց ներդրումն են փորձում ունենալ հենց բնակիչները, յուրաքանչյուրն իր հերթին բարեկարգելով իր հարակից հատվածը։ Ծնվել ենք, մեծացել ենք ստես թաղամասում, սենց անակնկալ բան չենք տեսել, շատ հրաշալի գործ արված, օրհնանքի արժանի, ժողովուրդը անդադանցն դառնում են, տարեցները ամեն օր օրհնանք են տալի, անցնում են։ Վարչական շրջանի Գուսան-Շերամ եւ Առնո Բաբաջանյան փողոցների առանձին հասցեներում բնակիչների համար կառուցվում են հարմարավետ բակային տարածքներ կանաչապատ պուրակներով, ինչպես նաեւ ինքնակամ կառույցների քանդման հաշվին մեծանում են հետիոտնային տարածքները, որոնք արդեն սալիկապատման փուլում են։ Ուրախ ենք, որ ժողովրդի համար ցեզ լավ բաներ ենք կառուցում։ 20 տարի ապրում եմ այս բակում, ունենք բարեկարգման կարիք, ունենք այն ինչը, որ այսօր կատարվում է, դրա անհրաժեշտությունը։ Հիմա ավարտելուց հետո բակը կծառայի իր նպատակին։ 2025 թվականին բակային բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական, ընդգրկելով բոլոր վարչական շրջանները, երևանցիների համար ստեղծելով բարեկեցիկ միջավայր։ Մայրաքաղաքի մաքրությունն ապահովող աշխատակիցներն են։ Հենց նրանց է վստահված Երևանի ամենաբանուկ կենտրոն վարչական շրջանի փողոցների եւ բակային տարածքների մաքրությունը։ Ստեղծվում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք նպաստում են աշխատանքների արդյունավետ ու արագ կազմակերպմանը։ Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական շրջաններին տրամադրվել է ընդհանուր թվով 12 մարդատար մեքենաներ։ Հիմա ասում park լավ է, արդեն առած ավտոն չկար, բան չկար, հիմա ավտո են տվել, թազաբելներ են տվել, կոլեկտիվն է շատացել։ Որպեսի մաքրության պահապաններն իրենց հանգստի ժամը պատշաճ օգտագործեն, նրանց համար հատկացվել են առանձին տարածքներ, որոնց մի մասն արդեն վերանորոգվել եւ կահավորվել է։ Շուտով պատրաստ կլինեն նաեւ կենտրոն վարչական շրջանի մաքրության աշխատակիցների համար նախատեսված սենյակները։ Առաջ չկար, էսի ինչ մենք մտել ենք, ստե աշխատել ենք, երևի էս մի 6 ամիս է, մեզի այդ սենյակները տրամադրել են։ Մենք գալիս ենք, փոխում ենք, մի կտոր հաց ենք ուտում ու երնում կանգնում մեր գործին։ Առողջ մթնոլորտում Եվ կարող եմ ասել ամենահետաքրքիր ժամերն է մեզ համար, հատկապես որ մենք աշխատում ենք։ Մի տարի 2 ամիս Հայաստան։ Գործը շատ լավ, օֆիսը շատ լավ, սախ շատ լավ։ Անկախ տարիքից եւ նույնիսկ ազգությունից նրանք բոլորն էլ համախմբված են մեկ ընդհանուր նպատակի շուրջ։ Քաղաքը դարձնել ավելի մաքուր, հաճելի միջավայր ստեղծելով երևանցիների եւ քաղաքի հյուրերի համար։
Էվելինա Շահիրյանն է։ Արդեն մոտ 55 տարի աշխատում եմ Երևանի դրամատիկական թատրոնում։ 69 թվականից մինչ օրս աշխատում եմ այստեղ։ Ունեցել եմ վերելքներ, ունեցել եմ մեծ հաջողություններ եւ թատրոնը իսկապես դա ոչ գեղեցիկ խոսք է, այլ պարզապես իսկապես դարձել է երկրորդ տունը, որը ես շատ սիրում եմ, ես դրանով ապրում եմ։ Դեռ դպրոցական երեխա էի, փողոցում ինձ տեսավ ֆիլմի նկարիչը եւ առաջարկություն արեցին գնալ իրենց կինոստուդիա եւ փորձել ընդ որում գլխավոր դեր միանգամից։ Դա իմ առաջին փորձն էր թե կինոյում, թե դերասանական արվեստում եւ պետք է ասեմ, որ ես անփորձ լինելով հանդես ես կարողացա այդ դերը խաղալ, բայց ցավոք ինչ-ինչ պատճառներով այդ ֆիլմը էկրան այդպես էլ դուրս չեկավ, բայց դա առաջին իմ մեծ փորձությունն էր։ Մալյանը երբ որ ստանձնեց կտորմը երկինք ֆիլմը նկարել, ինձ առաջարկվեց գլխավոր հերոսու դերը, բայց ես արդեն տարիքով բավականին մեծ էի, չէի սազի այդ դերի համար։ Բավականին ժամանակ էր անցել եւ ֆիլմը արդեն նկարվում էր, մի օր զանգահարեցին ինձ, որ պետք է գամ Մալյանի մոտ, մի մուտք պետք է նկարվեր, ես իհարկե չէի ուզում, բայց Մալյանի, այն որ ես Մալյանի մոտ պետք է նկարվեմ, դա ինձ համար մեծ պատիվ էր եւ Մալյանի տաղանդի այդ ֆիլմը ունեցավ մեծ հաջողություն, ֆիլմը տպավորվեց եւ մարդիկ սիրեցին։ Կինոն նա է, որ դա մնայուն արվեստ է, տարիները անցնում են, բայց դու կարողանում ես վերհիշել, նայել, նորից տեսնել եւ արդեն դատել, ինչպիսին է եղել քո ճանապարհը, ինչ ես կարողացել անել եւ ինչ չես կարողացել անել։ Թատրոնը իր մեծ առավելությունը ունի, որ դու ունես մեծ շփում հանդիսատեսի հետ։ Դու անմիջական իրեն շուրջն ես զգում։ Հանդիսատեսը քեզ տալիս է այդ էմոցիան եւ դու նրան կարողանում ես վերադարձնես։ Եվ ոչ մի ներկայացում մյուսին նման չի լինում։ Եվ դա է թատրոնի հմայքը, թատրոնի գեղեցկությունը, թատրոնի այն, որ մեզ ձգում է դեպի թատրոն։ Քանի տարի ես այս թատրոնում եմ աշխատել եւ ամենահարազատ վայրերից մեկը իհարկե այս տարածքն է, դրամատիկ թատրոնն է իհարկե եւ այն բակը, որտեղ ես մեծացել եմ, դա կինո Մոսկվայի բակն էր, այդտեղ անցել է իմ մանկությունը, իմ ամբողջ կյանքը։ Դեռևս նախորդ տարի մայրաքաղաքում տնկված ծառատեսակներն ապահովել են շուրջ 95% կպչողականություն։ Կանաչապատ գոտիների մակերեսը մեծացնելու կենսունակությունը կորցրած ծառատեսակները նորերով համալրելու գործընթացը շարունակվում է նաև այս տարի։ Երևանի կանաչ հատվածի թարմացման եւ դրան նոր տեսք հաղորդելու նպատակով աշխատանքները մեկնարկել են Թումանյան փողոցից, որտեղ ավելի քան 80 տարվա թեղի տեսակի մանրատերև ծառերը փոխարինվում են եվրոպական տեսակի հուդայա ծառերով։ Ջերմասեր եւ չորադիմացկուն այս տեսակը, որը լայնորեն տարածված է նաեւ հարավային Կովկասում, առաջիկայում կանաչ ֆոնդի մեջ կունենա իր ուրույն տեղը զարդարելով գարնանային Երևանի փողոցները։ Մի ծառները, կյանքը ապրած ծառները հանում ենք, նորերը տնկում ենք, շատ պետք ծառներ ենք բերել։ Երկու ամսից կկանաչի ժողովուրդը կտենան ինչպիսի ծառներ են կտնկել Երևանի համար։ Հին ու դեֆորմացված ծառերը, որոնք ոչ միայն չէին իրականացնում իրենց գործառույթը, այլև լուրջ վտանգ էին ներկայացնում հանրության համար։ Շատ ճիշտ է։ Փտացա պետք է հաղթինա նայ։ Դա շատ ճիշտ է նայ։ Ես այս փողոցի վրա ավտոն չէի կանգնացնում, տերևներ փոքր, սաղ տնշիրա,
այդ հաստատ գիտեմ, բայց սրանք ինձ տեսել են ոնց են աճում, սկզբից թվում է թե տենց իրանք չեն աճելու, բայց մեկ էլ մի 4 տարուց լավ կլինի։ Ինձ թվում է կարելի է հինը փոխարինել նորով, ինչու ոչ։ Եվ ցանկալի կլինի կանաչ գոտիները, որոնք անխղճաբար ոչնչացվել են, ավելանա։ Փտած ծառերին կողմ եմ, որ փոխարինում եք, բայց որ փոխարինում չլինի, բնականաբար դեմ կլինենք։ Եթե նոր ծառա տնկվում, իհարկե ողջունելի է։ Եթե լավ նպատակի համար է, թող փոփոխություն լինի, փոփոխություն ցանկալի է։ Հին ծառատեսակների շարքում կան այնպիսիները, որոնք դեռ չեն կորցրել իրենց պիտանելիությունը։ Այդ իսկ պատճառով տնկվող նոր ծառատեսակների հետ միասին կշարունակեն ապահովել մայրաքաղաքի առողջ կենսամիջավայրը։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։